Արցախում տուն կորցնելուց հետո ուրախ եմ, որ ստեղ տուն ունեցա։ Արցախից բռնի տեղահանված 14 ընտանիք իր գլխավերևում այսուհետև սեփական տանիքը կունենա Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված մեկ հարկանի առանձնատները շահագործման հանձնվեցին։ Հայաստան համահայկական հիմնադրամը Լեռնագոգ համայնքում իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ եւ կոնկրետ մեկ անձի կտակի հիման վրա կառուցել է այսպես գողտրիկ թաղամաս 12 առանձնատներ արդեն ունեն իրենց տերերին, 2 առանձնատների կահավորումը այս պահին դեռևս փուլի մեջ է, եւս 4 տուն կառուցվում է 2 գիծ կառույցով առանձնատներ, այսինքն 4 ընտանիքի համար նախատեսված Այո, դա ֆինանսավորվում է մեր Տորոնտոյի տեղական մարմնի կողմից։ Մեր բոլորիս նպատակն է, որ բոլորը ունենան իրենց բնակարանները Հայաստանի Հանրապետությունում, մեր գերական նպատակներից մեկն է, որ բոլոր արցախցիները ունենան իրենց բնակարանները։ Ծրագրի շահառու են եղել բազմազավակ այն ընտանիքները, որտեղ 5 եւ ավելի երեխաներ կան։ Արցախցիները վիճակահանությամբ են ընտրել իրենց տները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կառուցված այս առանձնատներն ապահովված են բոլոր հարմարություններով, դրանք նաև մասնակի կահավորված են։ Էսի ուրեմն տղերքի սենյակն է, էսի տղերքը կկահավորվեն։ Տիկին Գայանեն ավելի քան 20 տարի ծառայել է Արցախում, ինքն ու տղան հետախույզ են եղել։ Խորը թախիծով է հիշում այն ճակատագրական օրը, երբ լքում էր հայրենիքը։ Արցախում 3 տուն են թողել, պատմում է, ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ է, իրենք տուն կառուցել չէին կարող։ Եթե այս բնակարանը չտային, մենք 7 հոգանոց ընտանիքը բառացիորեն կմնայինք դրսում։ Այդ դրա համար էդի աշկից չի երևում, թե քաղաքից մի քիչ հեռու գյուղա, բանա, մենակ շատ շնորհակալ եմ, գոհ եմ, որ այս բնակարանը տվեցին, քանի որ մենք դրսում հայտնվելու վտանգի առաջ ենք։ Լեռնագոգում արցախցիների համար կառուցված յուրաքանչյուր տան մակերեսն ավելի քան 100 քառակուսի մետր է։ Ամենադժվար բանն է տուն սարքելը։ Որ ով օգնել է մեզ, շատ շնորհակալ ենք, շատ ապրեիք, շատ գոհ ենք։ Գազ, հոսանք, ջուր, Հայաստան համահայկական հիմնադրամն ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմանների մասին հոգացել է։ Միայն թե ժամանակ է հարկավոր վերջնական աշխատանքներն ավարտելու համար։ Նոր թաղամասի ճանապարհների բարեկարգման աշխատանքները համայնքային միջոցներով կիրականացվեն։ Տարածքի բարեկարգումը կատարելու է համայնքը, տները բոլորը շինարարությունից մինչև վկայականների հանձնում արվել է համայնքական հիմնադրամի ջանքերի շնորհիվ, ինչպես գազի եւ ջրի խնդիրը ընթացքի մեջ է, բոլոր փաստաթղթերը ավարտված է, արդեն համապատասխան մարմինները տեղյակ են, գործընթացը ընթացքի մեջ է։ Մոտ մի քանի օրվա ընթացքում ինձ թվում է հարցը կլուծվի, որովհետև համայնքն էլ է շատ շահագրգռված, որպեսզի ավելի շուտ այդ հարցը լուծվի, բնակիչները լիարժեք կարողանան իրենց տներում ապրել։ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով թաղամասին կից կառուցվել է նաև 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։ Այն շահագործման կհանձնվի սեպտեմբերին։ Մենք էլ որ տեսանք այս պրոջեկտին կա, մենք շատ ուրախացանք, որտեղ թե Արցախի ժողովուրդը, որ տուն չունեն, տեղավորվում են, եւ թե գյուղի երեխեքը մենք նոր շենք ունեն իրանց ուսումի համար։ Լեռնագոգում երկրորդ մանկապարտեզն է, որ նոր կառուցված, ամեն մի աշխատանքին, ամեն մի մանրակրկիտ քարի վրա դնելու, մենք բոլոր աշխատողներով այստեղ մասնակից ենք եղել, նկատել ենք, թե ինչպես է արագ ինքը կառուցվում։ Լեռնագոգում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կառուցված 14 առանձնատան ու մանկապարտեզի ընդհանուր արժեքը 719 միլիոն դրամ է։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։